Մինչ ծերերին շնորհավորելը մարզպետ Գիզիրյանն անկեղծացավ ու նշեց, թե սկզբում ցանկություն չուներ այցելելու տուն-ինտերնատ։ Պատճառը մարզպետի հուզմունքն է, ասում է, իր համար դժվար էր միանգամից տեսնել ընտանեկան ջերմությունից ու խնամքից զրկված այսքան ծերերի։ Իսկ Գիզիրյանի հուզմունքը տուն-ինտերնատում արտահայտվեց այսպես. չցանկացավ ընթերցել աշխատողների կողմից պատրաստած իր ելույթը ու որոշեց անմիջական շփում ունենալ ծերերի հետ։ Այս ելույթը պատրաստել են իմ աշխատողներս, որպեսզի ես ձեզ ողջունի խոսք ասեմ։ Ես դրա կարիքը չունեմ։ Չեմ կարծում, որ սա է կարևորը։ Սա փագեմ, ես ձեզ ուզում եմ ուղղակի զրուցել մի քիչ։ Մտածում եմ, որ կարող հուզվեմ, չկարողանամ ձեզ հետ հանդիպեմ ու չկարողանամ խոսել։ Եվ այս պահին եմ իրոք հուզվում։ Հավատացած եղեք, չեմ եկել այսօր որպես ձեր տոնը տարեցի օր։ Եկել եմ ուղղակի ձեզ հետ հանդիպման։ Առիթ իհարկե այդ օրն է տոնի կապակցությամբ։ Բայց նորից եմ ուզում ասեմ, որ հավատացած եղեք, ես հաճախակի եմ գալու ու դուք, ես գիտեմ, որ միայն մի բանի կարիք ունեք, միայն ու միայն մի բանի։ Մարդ, որ մի քիչ ծերանում է, իրեն պետք է միայն մի բան, ուշադրություն։ Ապա շարունակելով նշեց, թե ծերերը գտնվում են պետական հոգացության ներքո։ Ձեր մասին մտածում է անմիջապես երկրի նախագահը, վստահեցրեց Գիզիրյանը։ Այսուհետ իմ այցելությունները ծերերի տուն հաճախակի եմ դարձնելու ու այս կառույցը հատուկ իմ ուշադրության կենտրոնում է լինելու, նշեց մարզպետն ու տուն-ինտերնատի բնակիչներին խորհուրդ տվեց։ Խնդիրների դեպքում անմիջապես իրեն է հազանգել։ Այստեղ են մարզպետարանի համապատասխան աշխատակիցները։ Թող մի քիչ ուրիշ ձերի չհնչվի, փորձեն չլսեմ ու չկատարեն իմ հանձնարարությունս։ Ես ձեզ ևս մեկ անգամ, ամենից կարևորը, առողջություն եմ ցանկանում, երկար տարիների կյանք եմ ցանկանում։ Եթե հարց կլինի, ինչ որ հարց ձեզ կարող ասենք, ու ինչ որ հարցով դուք հետաքրվեք, տնօրենի միջամտությամբ, ու չգիտեմ ինչ կապ կարելի է ստեղծել, որ դուք ընդհանուր կարող եք ուղիղ կապվել մարզպետարան եւ ինձ ասել այդ մասը։ Այ ես քեզ խնդրում Լավ է։ Չնացես։ Որ դու հուզվես, ես քեզանից շուտ կհուզվեմ։ Լավ ես։ Պետք չի ոչ բան ասած, ես քեզ հասկացա։ Լավ է, տատիկ ջան։ Ես 52 տարեկան եղել հայրս որ ծնվել եմ, տատիկ չեմ տեսել, ոչ է պապիկ։ Հաշվորես քո թորն եմ։ Մարզպետը սակայն ծերերին շնորհավորելու դատարկաձեռն չէր եկել։ Լվացքի մեքենա ու հեռուստացույց էր իր հետ բերել, ապա հետաքրքրվեց, թե ուրիշ ինչի կարիք ունեն ծերերը։ Էլ ինչ եք ուզում, որպեսզի բոլորիդ բավարարի, ոչ թե անհատական։ Ոչ մի բան Չէ, ասեք, մի բան արեք։ Ռիսկով ասեք, կարի մեքենա, բանոցային կույք, ամենակարևորը վերաբերվում։ Ալեքսանդրիչ, կարի մեքենա գուղարկեք, էլ ինչ։ Գուղարկեք և կարի մեքենա և խոհանոցային կույք։ Իսկ երբ մարզպետն հարցրեց, թե ինչ գլոբալ խնդիրներ կան կառույցում, ծերերը բարձրացրին շենքային պայմանների հարցը։ Աշոտ Գիզիրյանը սակայն չխոստացավ, որ պրոբլեմը կարճ ժամանակում կլուծվի։ Մենակ մի բանի կարիք ունենք, որ տեղներս տեղ է։ Շենքի պայմանները։ Ասեմ կլուծեմ կհավատակ, կուսումնասիրեմ, ընթացքում դուք կիմանաք դրա մասին։ 150-ից ավելի բնակիչ ունի տուն-ինտերնատը, յուրաքանչյուր ծեր իրեն այստեղ մի մեծ խաղաղ ընտանիքի անդամ է համարում։ Միայն թե ընտանեկան սերն ու ջերմությունն է բացակայում այստեղ, նշում են ծերերն ու փորձում գոնե այսօր թաքցնել իրենց հուզմունքն ու մտատանջ հայացքները։ Երազանքս որն զգացել եմ դա անկախությունն է մեր հանրապետությանը։ Որին ընտանիք ունի կան ու չկան, ում պետք։ Ունենք կան ու չկան, բայց պետք են մեզ է։ Ամեն ինչ էլ ուզում ենք, բայց մեր ցանկությամբ չի։ Շատ շնորհակալ ենք, որ այսօր մեզ ուրախացնում են մեր ծերերից, շատ գոհ ենք, ապրեք, ավելի շնորհք ունենաք, առողջ եղեք, աշխարհին էլ խաղաղություն լինի։ Իսկ վերջում տարեցները մի մաղթանք ունին։ Նրանք ցանկացան, որ Հայաստանում գործող տուն-ինտերնատների բնակիչների թիվը չավելանա եւ որ բոլոր տարեցներն իրենց կյանքի վերջին տարիներն ապրեն երջանիկ։ Հերբինե Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։